Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հետևողական այն կապը, որ ուզում եք դուք եւ ոչ միայն դուք, ցույց տալ, թե մեր արշավը եկեղեցու դեմ է, թե մեր արշավը բոլոր հոգեվորականների դեմ է, դա իրականում այդպես չի, եւ դրա մասին մի քանի անգամ տարբեր իմ գործընկերներ հրապարակային խոսել են, եւ ես էլ հիմա հրապարակային ասում եմ, որ այո, հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ պարկեշտ սրբազաններ, բազմաթիվ պարկեշտ ովքեր չեն քննադատում, իրենց կողմ եք։ Հայ առաքելական եկեղեցու մեջ մենք տարանջատումներ չենք անում, ովքեր են մեր կողմ, ովքեր մեր կողմ չեն։ Հարցը շատ պարզ է, հարցը վերաբերում է եկեղեցու հիմնական կարգերից եւ պայմաններից մեկին եւ պիտի առաջարկեմ չխուսափել այդ պայմանից եւ այդ պայմանը անընդհատ չուղղորդել աշխարհիկ դաշտ, որովհետեւ այո, եթե խոսքը վերաբերվեր մի քաղաքական գործ չի, խոսքը վերաբերվեր մի բիզնեսմենի, խոսքը վերաբերվել այլ աշխարհիկ կյանքով ապրող մի մարդու, այո, ձեր ասածը մտահոգիչ էր, բայց երբ որ խոսքը վերաբերվում է հոգեվորականի, ով որ իր կարգավիճակի բերումով պիտի լինի կուսակրոն եւ այնտեղ հարց է հնչում հրապարակային, մենք ակնկալում ենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ նաեւ հրապարակային պատասխան։ Պարոն Խուդատյան, այս դիսկուրսը հանրային դաշտն է ես մի հրաշալի բան պիտի ասեմ, իրականում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտում այնքան մեծ եւ այնքան լավ աշխատանք է կատարվել վերջին տարիների ընթացքում, որ ես ձեզ կառաջարկեմ հարցի թեման թեքել, մանավանդ որ մենք այստեղ ենք բյուջեի, ես կարծես թե շատ լավ, ես հասկանալով որ դուք նաեւ այդ հարցն եք ինձ տալու, մոտեցել եմ ձեզ եւ պատասխանում եմ այդ հարցին, բայց անընդհատ այդ հարցի տեղապտույտի մեջ հայտնվել եւ անընդհատ նույն հարցը տալ մի մարդու, ովի պաշտոն է եկեղեցու հետ կապված հարցերով չի զբաղվում, ես ասեցի իմ կարծիքը որպես հայ քրիստոնյա, հայ առաքելական եկեղեցու վարչապետը իր գրառումներով եւ հրապարակային խոսքում մի քանի անգամ ասել է, որ այդ հարցը իրեն էլ է հետաքրքրում որպես մարդ, ով հավատում է Աստծուն, ով հայ քրիստոնյա է, հայ առաքելական եկեղեցու, վարչապետը եւ մեր քաղաքական թիմը եկեղեցին չեն մերժում։ Հիշում եք Սարդարապատում հարձակումը, պարոն։ Երբ որ դուք Վերջին անգամ երբ եք եղել Սուրբ Ծննդյան պատարագին։ Եթե ոչ այս տարի, ուրեմն շատ մեծ հավանականությամբ անցած տարի։ Սուրբ Ծննդյան պատարագին Դուք խոսքը շատ լավ սկսեցիք, որ ես նաև Արմավիրի մարզից եմ, Մայրաթորում վերջին անգամ եղել եմ, կարծում եմ 2-3 շաբաթ առաջ, Սուրբ Ծննդյան պատարագին վերջին անգամ մասնակցել եմ Արմավիրի եկեղեցում։ Բայց շեշտենք Գարեգին Բեի պատարագիչ որպես պատարագիչ Գարեգին Բեի մատուցած պատարագի ժամանակ եղել եք, երբ եք եղել։ Վերջին անգամ եղել եմ մեռոնորնեքի արարողության ժամանակ, դրանից հետո եղել եմ Մայրաթորի վերահսկման ժամանակ, դրանից հետո մի քանի անգամ եղել եմ, հիմա եթե նույն հարցումը դուք այլ մարդկանց, ովքեր պետական պաշտոնյա չեն հարցնեն, ես վստահ եմ, որ իրենցից շատերը Մայրաթոր վերջի անգամ եղել են 5 տարի առաջ, 10 տարի առաջ, եւ ինձ մեղադրել, որ ես Մայրաթոր նախորդ շաբաթ չեմ եղել եմ դրանից հարցը հրապարակային հնչել է եւ իմ ընդունելը մեծապես կախված է այն պատասխանից, որին մենք այսպես համառորեն ուզում ենք այդ պատասխանը ստանալ եւ Մայրաթորը համառորեն խուսափում է այդ պատասխանը տալու։ Հարցը հրապարակային հնչել է, ես կարծում եմ ստանալու Պարոն Խուդատյան, լավ հասկանալի է, պայմանական կաթողիկոսունի երեխա, ինչ եք անելու։ Մենք Հայաստանում ինչ-որ մեկին պատժելու ցանկություն էլ չունենք։ Ինչի համար է, ինչ եք ուզում։ Մեզ հետաքրքիր է այդ հարցի պատասխանը։ Ես նմանատիպ բաներով չեմ զբաղվում։ Իմ ունեցած ինֆորմացիայով կաթողիկոսին ընտրում է հոգևոր խորհուրդը, որի անդամ կլսեք։ Հայաստանի տարածքները հետ չեք վերաբերվում։ Եկեք այստեղ դուք այս նույն հարցերը ոնց որ ավելի լավ եք ուզում պատասխանել։ Ես դրա հետ կապված արդեն ասացի,
մեծապես կախված է այն պատասխանից, որը մենք ակնկալում ենք որպես քրիստոնյա Մայր Աթոռից։ Պարոն Խուդատյան, եթե պարզվի, որ կաթողիկոսի երեխա չունի ու ընդհանրապես այն գրառումները, որոնք արել է վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը, իրականությանը չեն համապատասխանում, քաղաքական ինչ պատասխանատվության է ենթարկվելու Նիկոլ Փաշինյանը, այդ հարցը դուք ձեր թիմի ներսում քննարկել եք։ Այդ հարցը ակտուալ չի, որովհետև Մայր Աթոռը համառորեն չի պատասխանում մի պարզ հարցի։